Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստան ընտրած արտաքին քաղաքական կուրսի մասին, այն էր մաքսային միություն եւ ոչ թե Եվրամիություն, արևմուտքից եկող արձագանքները կտրուկ էին ու խիստ։ Սակայն մեկ տարի անց արդեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումից հետո գնահատականները մեղմացան։ Դիվանագիտական կառույցների, միջազգային կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ Եվրոպան հարգում է Հայաստանի ընտրած արտաքին քաղաքական ուղին եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Նույնիսկ այդ ընտրությունից հետո շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, խիստ կերպով հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք փոխադարձ կերպով համաձայնեցվում են եւ առաջ են տարվում։ Հիմա մենք փորձում ենք գտնել հենց այդ ոլորտները, փոխշահավետ ուղղությունները, որտեղ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են համագործակցել։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան կատարած այցի շրջանակներում նշեց, որ Եվրամիությունում Հայաստանին չեն մոռացել, օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պլանավորում է մինչև 2017 թվականը Հայաստանին հատկացնել ավելի քան 140 միլիոն եվրո։ Հայաստանի դիրքորոշումն ու ինտեգրացիոն ուղին հարգելու մասին այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են ծնում։ Ուկրաինական զարգացումներից հետո ըստ էության Եվրոպան փորձելու է այս տարածաշրջանում ամրագրել իր ներկայությունն ու ազդեցությունը։ Հաշվի առնելով Վրաստանում այս ընթացքում տեղի ունեցող զարգացումները եւ հարևան երկրի եվրոպական ուղուց շեղվելու միտումները կանխատեսելի է, որ արևմուտքը կրկնապատկելու է ջանքերը, որպեսզի վերջնականապես չկորցնի իր ազդեցությունը ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես տարածաշրջանում։ Սեպտեմբերի 3-ը այնքան անսպասելի էր արևմուտքի համար, ինչպես շատերիս համար, որ արևմուտքի ջղերը տեղի տվեցին եւ ասած այն ինչ որ մտածում էր։ Բայց հիմա հանդարտվեց, այսինքն այդ լարվածությունն անցավ եւ նրանք սկսեցին ավելի դիվանագիտորեն արտահայտվել։ Այսինքն միևնույն է իրենց համար կարևոր է հնարավորինս լծակներ պահպանել Հայաստանի վրա։ Եթե մեկ տարի առաջ Եվրոպան խիստ էր դատում Հայաստանին, ապա հիմա ըստ քաղաքագետների Եվրոպայի դիրքորոշման մեղմացման մեջ նկատվում է առավել ըմբռնող վերաբերմունքի նոտա։ Այսինքն, եթե Ուկրաինան գնաց այդ քայլին եւ ասոցիացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրմանը հասավ քաղաքացիական պատերազմի գնով, ապա Հայաստանն աչքի տակ ունենալով Ուկրաինայի ներկայիս դրությունը այդ քայլին չի գնա։ Հայաստանի հասարակությունը հասկացավ, թե ինչ վտանգներ կարա լինի յուրաքանչյուր երկրի համար, որը կարա կանգնի Արևմուտքի, Եվրամիության եւ Ռուսաստանի աշխարհակաղակական պայքարի թատերաբևում, Ռուսաստանի եւ Արևմուտքի այս աշխարհակաղակական լուրջ լարվածության եւ պայքարի համատեքստում կարծում եմ Եվրամիությունը ինքը պիտի շահագրգռված կլինի ոչ թե խզել Հայաստանի հետ հարաբերությունները, այլ հակառակը փորձել զարգացնել, որտեղ հակառակ դեպքում բոլորին հասկանալի է, որ Հայաստանը ստիպված է լինելու միակողմանի միայն, ասենք, Ռուսաստանի վրա ուղղված քաղաքականություն վարի, որը որ չեմ կարծում, որ բխում է հենց Բրյուսելի շահերից։ Արդյոք հնարավոր է, որ Հայաստանը եւս ստորագրի ասոցիացման համաձայնագիր։ Ուկրաինայի մասով հիշեցնենք, որ Եվրոպան բացառություն արեց։ Տարանջատվեցին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչները եւ Ուկրաինան ստորագրեց միայն քաղաքականը։ Հայաստանի մասով սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Եվրոպան ընդգծեց, որ անհնար է ասոցիացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչը ստորագրել։ Երկակի մոտեցումները արդյոք կվերանայվեն, հնարավոր կլինի ակնկալել, որ տեղի կունենա դիրքորոշման փոփոխություն։ Եվրամիությունը թվում է թե պիտի աշխատի ինչքան հնարավոր է այդպիսի մեծ բյուրոկրատական կառույցի համար հարմար պայմաններով գտնի այն տարբերակը, այն փաստաթղթի ձևը, որը որ Հայաստանը եւ Եվրամիությունը կարծում եմ մոտակա, եթե ոչ շաբաթներին, այլ ամիսների ընթացքում կստորագրեն։ Ես կարծում եմ Ռուսաստանը թույլ չի տա նման բանի, որովհետեւ տեսեք Ուկրաինայի օրինակը, այսինքն Ուկրաինան ըստ էության քաղաքական բաղադրիչը ստորագրեց, բայց դա ինչ գնով արեց։ Այսինքն ըստ էության քաղաքացիական պատերազմի գնով դա Ռուսաստանին բնավ ձեռնատու չի։ Հետևաբար կարծում եմ Ռուսաստանը թույլ չի տա։ Հայաստանն այսօր հայտնվել է Ռուսաստանի հետ նույն նավակում, խորտակվող նավակում։ Քաղաքագետների համոզմամբ էլ ստեղծված իրադրությունը ամեն դեպքում հնարավոր է օգտագործել հօգուտ Հայաստանի, եթե հայկական դիվանագիտական միտքը արևմուտքին կպատասխանի եւ ի պատասխան հայտ կուղարկի այն մասին, որ Հայաստանը դեռ այնքան էլ ռուսական չէ։